Ողջույն մանե, հուսով եմ լավ ես։ Այսօրվա մեր թեման դա երազանքների մասին են, որոնք կան, ցավոք, դրանք մարդիկ հավես չունեն աշխատելու դրա ուղղությամբ։ Այսօր մեր թեման դա է երազանքների, որոնք որ թողնում ենք ետին պլանում։ Այ օրինակ դու ինչ երազանքներ ունես եւ ինչպես ես վերաբերվում այն մարդկանց, ովքեր որ ունեն երազանքներ, բայց դրա վրա չեն աշխատում։ Ողջույն Մարի, կարծում եմ մեր այսօրվա թեման շատ գեղեցիկ բովանդակություն կունենա, որովհետև ինքը հենց թեման երազանքների մասին է, որը ես իրականում փորձում եմ միշտ երազել ու ես միշտ բոլորին խորհուրդ եմ տալիս երբեք չդադարեն երազել, որովհետև այդ շատ սիրուն է, բայց երազելու հետ մեկտեղ պետք է աշխատել, քրտնաջան աշխատել, որպեսզի հասնես քո երազած ճանապարհին ու դառնաս քո երազած մարդը։ Իրականում այդ ամեն ինչին համատեղ շատ կարևոր է աշխատանքը։ Աշխատել ու աշխատել։ Առանց աշխատանքի, առանց քրտնաջան աշխատանքի ոչ մի արդյունք վստահ եմ չես ունենա։ Ուղղակի ոտդ ոտին գցած նստած տանը չես կարողանա դառնալ, չգիտեմ, փաստաբան, դիվանագետ եւ չգիտեմ դերասանուհի օրինակ։ Պետք է դրա համար շատ ջանք թափել, չգիտեմ, գիշերները չքնել, օրերով արթուն մնալ ու տանջվել, որ հասնես քո ուզած նպատակին։ Օրինակ իմ համար երազանքները դա մեր կյանքի մի իմաստն է, որովհետև առանց ինչ-որ նպատակների, առանց ինչ-որ երազանքների կյանքը անհետաքրքիր է։ Օրինակ դու ինչ ես կարծում են մարդիկ, ովքեր որ ունեն երազանքներ, բայց դրա վրա չեն աշխատում, դա ինչից է գալիս։ Օրինակ ես կարծում եմ, իմ տեսանկյունը սա է, որ հիմնականում իմ կարծիքով դա շրջապատի ազդեցությունն է, որ օրինակ ընկերներդ կամ չգիտեմ, տանը կարող են քեզ ասել, գիտես ինչ, դու լավ է որ sense ցանկություններ ունես, բայց դու չունես այդ ունակությունները դրանց հասնելու համար։ Իսկ մարդ էլ կա ունի ունակությունները, այդ տաղանդը ունի, բայց ինքը չի աշխատում։ Իսկ մարդ կա չունի, բայց այնքան է աշխատում, որ այդ տաղանդ ունեցողին տալիս անցնում է լրիվ։ Դե հա։ Այդպես մարդիկ շատ կան։ Բայց իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր որ չեն աշխատում, հիմնականում իմ կարծիքով ըստիս դա շրջապատի ազդեցության հետևանքն է։ Իհարկե, ուղեղը լցնում են ուղղակի, ինքը չի կարողանում մտածի ու արդյունքում Բայց իմ կարծիքով մարդը պիտի դեսի իր էներգին ձայնին ու իր ընտանիքի անդամներին, ովքեր որ իսկապես գիտեն, որ այս մարդու մեջ կա տաղանդը։ Հա, որովհետև թե չգիտեմ, եթե դու ուրիշների կարծիքից կարճ ես կամ ուրիշները ոնց ասեն դու տենց ընդունես, դու քո կյանքում ոչ մի բանի չես հասնի։ Խոսքը իհարկե գնում է երազանքների մասին, նպատակների։ Ես էլ ունեմ լիքը հետաքրքիր նպատակներ ու երազանքներ, բայց ես չեմ կարճում ուրիշների կարծիքից, որովհետև ես կարծում եմ, որ այն ինչը որ իմ սրտին մոտ է ու այն ինչը որ իմ համար շատ լավ է, ինձ դա կուրախացնի, դա իմ երազանքն է, ես դրան հասնում եմ ու անկախ ամեն ինչից ես ուրիշների կարծիքը հաշվի չեմ առնում, որովհետև եթե այնակ քո իմացած ու մեր բոլորիս իմացած հայտնի դերասանները, աստղերը կամ չգիտեմ, այլ մասնագիտությամբ կայացած մարդիկ ու մենք ճանաչում ենք, ես կարծում եմ, որ իրանց կյանքում էլ հաստատ կլինեն այնպիսի դեպքեր, որ ասեն, բայց սա քոնը չի, բայց դու կարաս հենց բան անես։ Մարդիկ չեն հանձնվելու արդյունքում մենք տեսնում ենք նրանց արդեն շատ բաների հասած։ Մենք պետք է լինենք մեր տարբերակը ու այն մարդկանց, ովքեր որ ունեն երազանքներ, բայց դրանց վրա չեն աշխատում, մեզ տեսնելով, մեր հասակակիցներին տեսնելով կամ չգիտեմ, այլ մարդկանց, ովքեր որ քրտնաջան աշխատում են, նրանց տեսնելով, նրանք իրենց մեջ արթնացնեն, հա, այդ քնած իրենց եսին, ով կարծում է, որ ոչինչի չեն հասնի։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ շրջապատն է աստում տվել մարդկանց վրա, ես ուզում եմ այս շրջապատին ասեմ, որ մի արեք նման բաներ, ու եթե դուք իրոք լավ ընկեր եք ձեր երազանք ունեցող մարդու համար կամ դուք լավ ընտանիք եք կամ չգիտեմ, լավ հարազատներ եք, դուք պետք է աջակցեք նրան, այլ ոչ թե նրա թևերը կտրեք։ Ես դա նորմալ չեմ վերաբերվում։ Իմ համար անկախ նրանից թե դու ունես այդ տաղանդը, թե չունես, բայց դա քո ցանկությունն է, դու անկախ ամեն ինչից պետք է մարդուն աջակցես ու ասես, որ իր մոտ ամեն ինչ կստացվի, որովհետև մենք չգիտենք մեր հետ վաղը ինչ կլինի։ Կարող է ես ինչ-որ բանում տաղանդ չունեմ,
Տաղանդ չունեմ, չէ, չունեմ այդ ունակությունները, բայց դրա հիման վրա աշխատելով ես ունենում եմ, ու ինձ մարդիկը տենց են ճանաչում։ Իրականում նա ցենց շատ գեղեցիկ խոսք կա, այդ թևերը, որ ասեցիր, միանգամից իմ մոտ եկավ, չգիտեմ ով ասել, չգիտեմ որտեղ եմ կարդացել, ասում է մարդը, երբ որ ունի թևեր, բոլոր մարդիկ ունեն թևեր, ու իրանք են որոշում այդ թևերով թռչել, թե թողնել, որ ուրիշը կտրի այդ թևերը։ Այսինքն մարդն է որոշում ու այդ ամեն ինչը իր ձեռքերի մեջ է, ինքն է որոշում այդ թևերով թռնի, թե թողնի, որ կտրեն թևերը։ Ես քո հետ համակարծիք եմ, կիսում եմ կարծիքդ, շատ ճիշտ ես։ Եվ եթե ունես երազանք, եթե ունես նպատակ, պետքա տքնաջան աշխատես ու հասնես դրան։ Ես ուղղակի հպարտանում եմ այն մարդկանցով, ովքեր որ այդ ունակությունները, այդ տաղանդը չունեն, բայց իրանք ամեն ինչ անում են, չգիտեմ, իրանք տանջում են, իրանք ներսից ուտում են, որ ինչ որ արդյունք ունենան։ Ես ասում եմ, այդ մարդկանցով իրոք հպարտանում եմ։ Իսկ կան մարդիկ, որ այդ տաղանդը ունեն, բայց իրանք ոչ մի տեղից չեն շարժվում, ոչ մի բան չեն անում ու մտածում են, որ օդից ամեն ինչ կընկնի իրանք համար։ Այդ մարդկանց էլ ուղղակի ուզում եմ ասեմ, որ ուղղակի նստելով հաստատ ոչ մի բանի չեք հասնի։ Պետք է աշխատել, որ արդյունքը տեսնես։ Երևի մենակ երազանքների մասին չի խոսքը, մարդկանց կյանքում լինում են իրադարձություններ, երբ որ մարդը նստած սպասում, ասում է, ինձ Աստված կօգնի հեսա։ Իհարկե։ Աստված օգնում է ինչ որ հնարավորություն տալով, այլ ոչ թե հենց ֆիզիկապես, օրինակ դու երազում ես լիքը փող ունենաս, Աստված տալիս է հնարավորությունը ունենալու, այլ ոչ թե փողը օդից գցում է քո վրա։ Կամ օրինակ նստում ես դիվանին ու սպասում ես, երբ հա գալու քո երազանքի ճիշտ ժամանակը։ Երազանքի ճիշտ ժամանակին հասնելը այդ ամեն օրն է։ Սենց մի հատ բան կա, ասում է, այդ ֆիլմում եմ լսել, նստում է դու էլ հաստատ այդ ֆիլմը նայած կլինես, հիմա որ ասեմ գուցե հիշես, ասում է մի մարդ օվկիանոսում խեղդվելիս է լինում ու մի նավ է հանդիպում այդ մարդուն, նա ասում է ես չեմ նստի այդ նավը, Աստված ինձ կօգնի, երկրորդ նավն է հանդիպում, ասում է ես այս նավը չեմ նստելու, Աստված ինձ կօգնի, ու հետո երբ որ այդ նավերը արդեն չեն լինում, ինքը օվկիանոսի մեջ տեղում մենակ գոռում ասում է ինչու ինձ չօգնեցիր Աստված, ու հետո հասկանում է որ Աստված իրան երկու նավ ուղարկեց, բայց ինքը այդ բանից չօգտվեց։ Ու իրոք հա հնարավորությունները շատ անսպասելի են մեր դուրս Իհարկե։ ու այն մարդիկ, ովքեր ունեն լայն մտահորիզոն աշխարհայացք, իրենք պետք է հասկանան, որ եթե ինչ-որ մի երազանքին հասնելու ինչ-որ մի հետաքրքիր դուռ է բացվում, ուրեմն դա հենց դա է, ոչ թե Ենթադրեք դու տանը նստած ես, ուզում ես դառնաս հայտնի դերասանուհի, ու մեկը քո դուռը ծեծում են հայտնի դերասաններ գալի ասում են, որ ուզում են քո հետ համագործակցեն, բայց դες չի լինի, դու պիտի աշխատես, որ այն հայտնի դերասանների մոտ արդեն ցանկություն առաջանա քո հետ համագործակցելու։ Հա, որովհետև իրոք երազանքները դրանք մեր կյանքում շատ կարևոր դեր են խաղում ու առանց ինչ-որ երազանքների կյանքան հետաքրքիր։ Ես միշտ վախեցել եմ այդ մարդկանցից, ովքեր որ երազանքներ չունեն։ Այս մենք ինչ-որ անիմաստ են ապրում։ Մենք հիմա ապրում ենք հնարավորություններով լի աշխարհում։ Դու ինչ ուզես կգտնես, ինչ ուզես կա, ինչին ուզես կարաս հասնես, բայց դրա համար պետք է աշխատանք ու վերջ։ Դե հա, մի հատ այսպեսի մի խոսք կա, 98% աշխատասիրություն եւ 1 հավատ, հավասարազորը արդեն քո երազանքների նպատակներին հասնելուն։ Իհարկե։ Այսպեսի մեծ նմանատիպ խոսք կար, չգիտեմ ճիշտ եմ ասում թե չէ, բայց իրականում շատ իմաստուն խոսք է ու այս խոսքին պիտի բոլորը հետևեն ու դու իրոք շատ ճիշտ ասեցիր, համակարծիք եմ քո հետ, որ մենք հիմա ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ որ մարդկանց, այսպես ասած, շատ բաներ հեշտ են տրվում ու հնարավորություններում ենք ապրում մենք, մեզ տրված շատ մեծ հնարավորություններում։ Եթե ենթադրենք ապրենք մի 100 տարի առաջ կամ լավ մի 40 տարի առաջ կամ 50, մեր համար մի փոքր դժվար կլիներ մեր ցանկության հասնել, որովհետև մենք ինքներս պետք է շատ աշխատեինք դրա վրա ու հասնեինք, բայց հիմա քանի որ տեխնոլոգիաները զարգացել են, մարդիկ զարգացել են, ամեն ինչ առաջ է գնում։ Աշխարհը զարգացել։ Այո, մենք մեր ցանկություններին կարող ենք հեշտությամբ հասնել։ Ուղղակի պետք է աշխատասիրություն։ Ու ես հասկացա, որ անկախ նրանից թե ինչքան հեշտ կլինի ինչ-որ բանին հասնելը,
Աշխատասիրությունը հենց ամենաառաջին տեղում է գտնվում ու ինչքան էլ որ քեզ օգնեն կողքի մարդիկ, եթե դու աշխատասիրություն չունենաս, այդ կողքի մարդկանց օգնությունը քո երազանքներին հասնելու հոտս կծնդի ու ոչ մի ինչ-որ ազդեցություն չի ունենա։ Օրինակ ման, դու ինչ ես կարծում ներկա օրերում, քանի որ ինչպես որ նշեցիր ամեն ինչ շատ հեշտությամբ կարող է մարդուն տրվել, դու ինչ ես կարծում այդ հեշտացվածը ինչի հետ է կապված, նրա որ մարդիկ անարդար ճանապարհով հասնեն իրենց երազանքներին, օրինակ մարդուն իր տեղից զրկեն կամ չգիտեմ նեղացնեն, կռիվանեն, թե արդար ձևերով, ճիշտ ձևով իրենց երազանքներին հասնեն։ Իրականում հիմա այդ անարդարությունը կա ու մենք դրանից չենք կարա ոնց որ իրականությունից չենք կարա, հա, փախնենք, այդ անարդարությունը կա ու միշտ ա եղել, կարծում եմ, միշտ եղել այդ անարդարությունը ու կլինի, ցավոք։ Բայց հեշտ ասելով կարծում եմ մենք նկատի ունենք մարդիկ տաղանդով ինչ-որ բանի հասնեն ու աշխատասիրությամբ, այլ ոչ թե ինչ-որ մեկին գործից ազատելով, ինչ-որ մեկի ոտի տակը փորելով, այսպես ասած, որովհետև մի օր, մի շատ գեղեցիկ օր այդ ամեն ինչը հետ է գալու այդ մարդու մոտ, վստահ եմ։ Ես կարծում եմ, որ արդար ճանապարհով երազանքներին ու նպատակներին հասնող մարդու առաջ ավելի շատ են դռներ բացվում, քան անարդար ձևով գործող մարդկանց, որովհետև ինչը որ արդար է, դա ավելի շատ կրկնապատկում է քո ունենալու շանսերը, քո շանսերը ավելի կրկնապատկում, քան անարդար ձևով։ Ես օրինակ այսքան ժամանակ ինչ որ ենթադրենք արել եմ կամ ինչ որ ցանկություն ունեմ անելու, ես դրանք երբեք անարդար ձևով երբեք չեմ մտածել անելու մասին, որովհետև գիտեմ, որ դա կարա ին վրա շատ վատ անդրադառնա, որ ես հավաքելու փոխարեն, ունենալու փոխարեն կորցնեմ։ Ինձ թվում է, եթե մարդը լինի արդարամիտ, լինի անարդարության նկատմամբ վախով, որ եթե դու ինչ-որ մեկի հանդեպ անարդարություն անես, կպատժվես, մարդ եթե լինի արդարության կողմնակից եւ վախենա անարդարություն գործելուց, ինձ թվում է իր մոտ ավելի շատ դռներ կբացվեն։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ երազանքները հասնելու համար պետք չէ ուրիշների կարծիքից կարճել, պետք է հասնել ցանկություններին ու նպատակներին։ Բայց ամեն դեպքում, չգիտեմ, դու ինչպես ես մոտենում ես հարցին, բայց ես ինչպես որ սկզբում նշեցի, իմ համար շրջապատի իրավիճակը, շրջապատի ներկայությունը շատ ուժեղ կապ ունի իմ համար երազանքին հասնող մարդու վրա, որովհետև իրանք իրենց ազդեցությունը թողնում են ու ունեն։ Հիմա ես շատ վստահ եմ, որ կան այս երկրագնդի վրա մարդիկ, ովքեր որ ունեն ինչ-որ ցանկություն, բայց շրջապատը ասում է, որ չի, հա։ Ու ամենաաբսուրդն է, որ նման դեպքերում, երբ որ ինչ-որ մեկն ասում է, չէ, ես քոնե չի, մեկ է դու տենում ես, որ այդ ասողը հենց այդ նույն երազանքի, այդ նույն բանի հետ է ճանապարհով է գնում, ինչը որ դու ես ուզում գնալ, այսինքն այստեղ ավելի շատ գնում է նախանձի հարցը, չուզողության հարցը։ Այսինքն ես ամեն ինչից ես եզրակացրեցի այն, այսքան մեր խոսալուց հետո, որ մարդն է որոշողը ու այդ մարդը ինքն է որոշում այդ իր թևերով թռչել, թե թույլ տալ, որ իր թևերը կտրեն։ Հա։ Մարդն է որոշում, ուղղակի։ Ես տենց եմ մտածում։ Ես էլ ամեն դեպքում ինձ թվում է մեր այս խոսացած թեմաներից, այս թեմայով մենք հասկացանք, որ երազանքներին հասնելու համար պետք է միայն ու միմիայն աշխատասիրություն, պետք է հավատ, որ դու կհասնես քո նպատակներին ու ցանկություններին։ Այո։ Ու պետք է միշտ սպասես թե ամենալավին, թե ամենավատին այդ ճանապարհին, որովհետև Որովհետև ցանկությանը հասու ճանապարհը շատ խորտ ու ողորթ է։ Անես միևնույնն է խոսելու են, միևնույնն է քարկոծելու են, ասելու են քոնը չի, բայց դրանից ոչ թե պետք է կոտրվել, այլ ավելի բարձրանալ։ Ու ամենակարևորը պետք է հաշվի առնել, որ այդ ամենի մեջ կա մրցակցություն, ու պետք է հաշվի առնել, որ ճանապարհը դեպի երազանքներին ու նպատակներին հասնելու շատ խորտ ու ողորթ է։ Եվ ման, ինձ թվում է դու կտեսես այս ասացվածքի մասին, որ երբ որ մարդ շփվում է այն մարդկանց հետ, ումից որ սովորելու բան ունի, ովքեր որ իրենց նպատակներին հասնում են, նպատակասլաց են, շատ աշխատասեր են, դու իրանցից սովորում ես ու դառնում ես իրենց նման։ Իսկ եթե դու սովորում ես, շփվում ես այնպիսի մարդկանց հետ, ովքեր որ չունեն կյանքի հանդեպ նպատակներ, ովքեր որ իրենց կյանքը ուղղակի անհետաքրքիր ապրում են տվյալ օրով,
դու իրանցից կսովորես նույնը։ Այսինքն, այս իմաստով ես էլ եմ կրկնում, որ շրջապատը կապ ունի։ Իր ազդեցությունը թողնում է։ Այո։ Եվ ինձ թվում է այսքանով ավարտենք մեր այս թեման, այս հաղորդումը եւ հուսում եմ, որ մեզ դիտող մարդիկ մեզ այլ շրջանակներում միասին կտեսնեն։ Իհարկե, հաջողություն։ Ստեսություն։